Երբ պետությունը սկսում է որոշել, թե ով պետք է լինի վեհափառ, որ կանոններն են ճիշտ եւ ինչպիսին պետք է լինի ապաշխարությունը, այդ ժամանակ եկեղեցին դադարում է լինել Քրիստոսի մարմինը եւ դառնում է իշխանության մի ինստիտուտ։ Իսկ սա միշտ ավարտվում է նույն կերպ, ոչ թե մաքրագործմամբ, այլ հոգևոր աղետներով։ Այդ դեպքում առաջանում է եւս մի հարց. Եթե Քրիստոս ապաշխարություն է կանչում իր եկեղեցին, այլ ոչ թե ազգին, ապա ինչու՞մ պետք է ապաշխարի այսօր հայ եկեղեցին եւ ինչպես պետք է այդ ապաշխարությունը կատարվի, անհատականապես, թե նաեւ հավաքականորեն Աստծո առաջ։ Այո, հայ եկեղեցին պետք է ապաշխարի, այսինքն դարերի ընթացքում էլ ապաշխարել է, դա նորություն չէ, բայց որպես եկեղեցի, այլ ոչ թե որպես ազգ, ոչ թե որպես պետություն, այլ որպես Քրիստոսի մարմին, բայց դա չի նշանակում, թե բոլորը հավասարապես մեղավոր են։ Երբ Քրիստոսն ասում է ապաշխարիր եկեղեցի, նա չի ասում բոլորդ հավասարապես մեղավոր եք։ Նա ասում է իմ մարմնի մեջ հիվանդություն կա, որը պետք է բժշկվի։ Ինչպես օրգանիզմում ոչ բոլոր բջիջներն են հիվանդ, բայց մարմինը որպես ամբողջություն տառապում է։ Եվ այստեղ սկզբունքորեն կարևոր է հետևյալը. եկեղեցու ապաշխարությունը սկսվում է նրա հովիվներից։ Հայտնության գրքում Քրիստոսը դիմում է ոչ թե ամբոխին կամ ժողովրդին ազգին, այլ եկեղեցուն, իդեմս նրա հրեշտակի, այսինքն նրա հովվի, որտեղ հենց հովիվների միջոցով է նա պահում, առաջնորդում իր մարմինը։ Պետրոս առաքյալը նույնը ասում. դատաստանը սկսում է Աստծու տնից, ոչ թե փողոցից, ոչ թե պետությունից, այլ Աստծու սուրբ խորանից։ Սա նոր միտք չէ, այն արդեն ասված է հին կտակարանում։ Մարգարեները հանդիմանում էին ոչ թե ժողովրդին, այլ հովիվներին։ Վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց էին արածեցնում։ Իմ ոչխարներին չարածեցիք։ Եզեկիել 34-րդ գլուխ։ Իմ քահանաներն անարգեցին իմ օրենքը, հովիվներն ինձնից հեռացան։ Երեմիա 2-րդ գլուխ։ Աստված միշտ դատաստանը սկսում է ոչ թե հոտից, այլ նրանցից, ովքեր առաջնորդում էին այն։ Սա է նոր կտակարանի հավաքական ապաշխարությունը։ Ապաշխարիր եկեղեցի եւ հատկապես ինչի մեջ, ոչ թե քաղաքականության մեջ, ոչ թե պատերազմների համար, ոչ թե պետության ճակատագրի կամ Արցախի կորստի համար։ Ոչ, ուստի եթե մենք հոգևորականներս ազնվորեն նայենք մեզ որպես եկեղեցի, պետք է քաջություն ունենանք անվանելու այն, թե հատկապես ինչու ենք մենք հովիվներս մեղանչել։